Ավանդույթի համաձայն շնորհի օրտոնակատարության ընթացքում որպես հաշվետվություն հանրությանն է ներկայացվում տվյալ տարվա ընթացքում խոշորացված համայնքում իրականացված աշխատանքները։ Բայց քանի որ նախորդ տարի պատերազմի պատճառով տոնակատարությունը չեղարկվեց, իրականացված ծրագրերը կարծես մնացին ստվերում։ Հենց այդ պատճառով այս տեսաֆիլմում կներկայացնենք շնորհ խոշորացված համայնքում 2020-21 թվականներին տարբեր ծրագրերով իրականացված աշխատանքները, որոնք աննախադեպ են ծավալների ու արդյունավետության առումով։ Գաղտնիք չէ, որ շնորհը մարզի ու տարածաշրջանի այն քիչ գյուղական բնակավայրերից է, որտեղ համայնքային հողակների շենքերը հիմնանորոգված ու կահավորված են այնպես, որ նույնիսկ քաղաքային շատ բնակավայրերում նման պայմաններ չկան։ Վերջին տարիների ընթացքում էլ համայնքապետարանի կողմից մատուցվող ծառայությունները միայն ավելանում են մարզասրահների, խմբակների ու սմարթ սենյակների տեսքով, սա հողակների մասով։ Իսկ առհասարակ վերջին 2 տարում շնորհում 30-ից ավելի մեծ ու փոքր ծրագրեր են իրականացվել, որոնք փոխել են գյուղի միջավայրը, նպաստել մարդկանց կյանքի որակի բարձրացմանը։ Իսկ այժմ իրականացված ծրագրերի մասին ավելի մանրամասն։ Եվ այսպես 2020 թվականին պետական կամ նույնն է համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրի շրջանակում գազաֆիկացվել են շնորհ համայնքի Թեղուր և Քարկոբ բնակավայրերը և շնորհի 3 թաղամասեր։ Անգամ խորհրդային տարիներին Քարկոբ ու Թեղուր գյուղեր կապույտ վառելիքն այդպես էլ չի հասել։ Հիմա երբ պետություն համայնք ներդրումով գազաֆիկացման աշխատանքներն ավարտվել են, բնակիչներն անհամբեր սպասում են բնական գազին, կենցաղային հոգսերը թեթևացնելու համար։ Գազը շատ լավ կլինի։ Ապրեն նախաձեռնողներն էլ, ով էլ որ վերջը բերում են, նախաձեռնողներն էլ իհարկե լավ կլինի, շատ ապրեն։ Գազաֆիկացման ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 300 միլիոն դրամ է։ Ներդրումը բավականին մեծ է, բայց կատարված աշխատանքն էլ տնտեսական լուրջ նշանակություն ունի, հատկապես որ վառելափայտի ձեռքբերման խնդիրը տարեցտարի բարդանում է։ Անհամբեր սպասում ենք, արդեն դիմումները ես մուտքագրում եմ, 70 ընտանիք արդեն հերթագրված է, որ abon են դառնա, ի վիճակի են։ 65 տարի այստեղ ապրում եմ, մենք գազ չենք ունեցել։ Չէ, չի եղել ստեղ չի եղել։ Սպասեք, մտածեք, որ միություն։ Մարդ հույսով ապրում, հույս ունենք, որ պետք է ունենանք։ Մի կերպ էինք անում, հայկական ասացի, մի կերպ էինք անում։ Ստեղից, ընդեղից, առնովի, բերովի, մի կերպ մեր ընտանիքը պահում մեծացնում էինք։ Անցած տարի կրկին սուբվենցիոն ծրագրերի շրջանակում գրեթե 25 միլիոն դրամ ներդրվեց շնորհի համայնքապետարանի շենքում կապիտալ վերանորոգման աշխատանքների իրականացման նպատակով։ Արդյունքում աշխատակազմի մասնագետներն աշխատում ու քաղաքացիներին սպասարկում են գեղեցիկ ու լուսավոր սենյակներում։ Մեզ համար շատ հաճելի է եւ մեր հաճախորդների, ով մտնում է մեր բնակիչներիս այս բան, մեր սպասարկման գրասենյակ, վայ, ասում են, ես ինչ լավ պայմաններում եք դուք աշխատում, իհարկե իրանց համար էլ է շատ հաճելի, որ սենց աշխատանքային բան ունենք, մթնոլորտ ունենք։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրերը շնորհում ծավալային առումով իսկապես աննախադեպ են։ Շնորհ խոշորացված համայնքի վարչական տարածքը վերածվել է շինհրապարակի, ճանապարհների, ջրագծերի հիմնանորոգում, կառուցում, լուսավորության համակարգի ներդրում, մանկապարտեզի շինարարություն։ Այս ամենն իրականացվում է կրկին պետություն համայնք գործակցությամբ։ Շնորհի ներհամայնքային ճանապարհները գյուղի ամենացավոտ հարցն են։ Մինչև ճանապարհների հարթեցումը, խճապատումն ու ասֆալտապատումը նախ ամրացվում են հենապատերը, կառուցվում նորերը։ Ասֆալտապատման աշխատանքները կատարվելու են տարբեր փողոցներում, 5 փողոցում, երկարությունը ընդհանուր 3.5 կիլոմետր, գումարը 200 միլիոն։ Սուբվենցիոն ծրագիրը բոլոր թե ջրագիծը, թե ասֆալտապատումը, թե Քարկոբի մանկապարտեզի վերանորոգումը ու տարբեր չափաբաժիններով 60-40 կամ ընդհակառակը մեր կողմից օրինակ ասֆալտապատման ճանապարհների վրա համայնքի կողմից 60%-ը, 40% պետության կողմից։ Աշխատանքների իրականացման մրցույթը շահած Թումանյան Ճանշինի Աշխեգը նշում է, որ վերջին տարիների ընթացքում
Տարածաշրջանի գյուղական բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների նման ծավալի նորոգումներ չեն իրականացվել։ Սենց գործ մինելով քանի տարի հետո լի։ Արայիկ Ալիխանյանն օգնում է շինարարներին, որոնք կառուցում են վերջին տարիների ընթացքում փլված իր տան հարակից հենապատը։ Ասում է, հենապատի կառուցումից հետո վերջապես ճանապարհը կասֆալտապատվի, իսկ իրենք հրաժեշտ կտան ջրափոսերով ճանապարհին։ Սորով ենք ասում, կողքով։ Մայթել չկա, դաժե ավտոկերը որ ասում էին չեն կարող ասեն։ Հաջորդ խոշոր ծրագիրն իրականացվում է շնողում խմելու ջրի ջրամատակարարումը բարելավելու ուղղությամբ։ Գրեթե 150 միլիոն դրամ նախատեսվել է շնողի 12, 13, 14 և 15-րդ փողոցների ջրաֆիկացման համար, ջրամբարի և պոմպակայանի կառուցման նպատակով։ Այժմ մեծ թափով ընթացքի մեջ են ջրամբարների և մոտ 5 կիլոմետր նոր ջրագծերի կառուցման աշխատանքները։ Ստեփանավանի ջրագծին են միանալու, ընդհանուր 200 տնտեսության չափով խմելու ջուր համայնքում չեն ունեցել, ծրագրի շրջանակներում ջրաֆիկացման աշխատանքները կատարելուց հետո արդեն խմելու ջրի հարցը կլուծվի մոտ 200 տնտեսության, ընդհանուր նախաշվային արժեքը 180 միլիոն է եղել, շինարարը շահել է 156-ով, եթե չեմ սխալվում մոտավորապես, աշխատանքները ընթանում են նորմալ, հույս ունենք մինչև տարվա վերջ եղանակը իհարկե եթե բարենպաստ լինի կավարտել։ Համայնքապետի խոսքով ծրագրի ավարտից հետո շնողի տնտեսությունների 95%-ն արդեն ապահոված կլինի խմելու ջրով։ Մեր թաղամասը ընդհանրապես մի անգամ էլ չի եղել, որ խմելու ջուր ունենա։ Մեր գաղափարի շնորհիվ շատ մեծ գործանում, որ այս ջուրը ժագից որ քաշում է 370 ընտանիք ապահովում է ջրով, այսինքն շնողի համայնքը բոլոր ունենում է, ոչ մեկ ջրի խնդիր չի ունենում։ Մենք շնորհակալ ենք մեր գյուղապետիցներին, կազմակերպությունիցներին, ձեզանից էլ, որ այս լավ բաներ եք անում, մեր գեղին ջուր եք տալու։ Առաջնահերթություն տալով նախադպրոցական կրթության ոլորտի խնդիրներին շնողի համայնքապետարանում որոշել են այս տարի լուծել Քարկոպում մանկապարտեզ ունենալու խնդիրը։ Սուբվենցիոն ծրագրով Քարկոպում հիմնանորոգվում է դպրոցի երկրորդ մասնաշենքը, որի մի մասը կլինի մանկապարտեզ, մյուսը կրկին դպրոցին կծառայի։ Քարկոպում մանկապարտեզ ունենալը վերջին տարիներին համայնքի ամենակարևոր իրադարձությունն են համարում։ Համայնքը թեև փոքր է, բայց արտագաղթ գրեթե չկա։ Փոխարենն ամեն տարի ծնունդների թիվն ավելանում է և մանկապարտեզի բացակայության հարցն ավելի սուր է դրվում։ Մանկապարտեզ գյուղին պետք էր անպայման մի հատ իմ թոռների երեխեն հմի ինքն աշխատում է, իր մերը իր երեխին պահում է։ Էգուցել օրել մանկապարտեզ կգնա, շատ լավ բան կլինի ազգ։ Ընթացող շինարարությունը ոգևորել է գյուղի հատկապես երիտասարդ ընտանիքներին, որոնցից 20-ն իրենց երեխաներին ամեն օր ստիպված են լինում ուղարկել շնողի մանկապարտեզ, բայց կարևորը շուտով կունենան նաև իրենցը։ Երկար տարիներ մանկապարտեզ չի գործել համայնքում և չնայած այն բանին, որ երեխաների թիվը գնալով ավելանում է, ի ուրախություն բոլորիս, և մանկապարտեզը շատ դրական երևույթ կլինի համայնքի համար։ Եվ մանկապարտեզի շենքի մի մասը անհատույց տրամադրվում է դպրոցին, որտեղ տեղակայված են լինելու 4 դասասենյակ, խոհանոց, խորդանոց, սանհանգույց և ճաշարան։ Գաղտնիք չէ, որ շնողը տարածաշրջանում հայտնի է իր բարեբեր հողերով։ Շնողի պտղի համը վաղուց արդեն չի զարմացնում ոչ ոքի, սակայն անկախության տարիներին արդեն գյուղացին բախվեց հողագործության ոլորտի տարբեր խնդիրների, այդ թվում նաև գյուղտեխնիկայի մաշվածության ու բացակայության։ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի գյուղատնտեսության աջակցություն ժամանակակից տեխնիկայի ձեռքբերման միջոցով ծրագրի շրջանակներում համայնքը ձեռք է բերել նոր գյուղատնտեսական տեխնիկա, նաև կցորդներ, որոնք համայնքին նաև հավելյալ եկամուտ կբերեն։ Կառուցվել է նաև գյուղտեխնիկայի կայանատեղի, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը 135 միլիոն դրամ է։ Նման մեծ ծրագրեր համայնքում հնարավոր է դարձել իրականացնել նաև խոշորացման արդյունքում։ Խոշորացման հետևանքով մեծ աշխատանքներ կատարվում են, բայց ես ուզում եմ մի բան նշեմ, որ
խոշորացումից կարելի ասել միայն մեծ օգուտ է գալիս փոքր համայնքների, քանի որ օրինակ վերցնենք Թեղուտ, Քարքոփ համայնքները, այտենց բյուջե ֆիզիկապես իրանք չեն կարող ունենալ եւ չեն էլ կարող երևի թե ստեղծել, որովհետեւ այդ հնարավորությունները չկա, բայց խոշորանալով շնողի հետ դարել է մի ընդհանուր բյուջե եւ շահում են միանշանակ, որովհետեւ մենք չենք նայում շնողի բյուջեն ինչքան է եղել, Թեղուտին ինչքան, հիմա ընդհանուր մի բյուջե ունենք հրատապ ծրագրեր, ունենք առաջնային ծրագրեր։ Այս տարվա սուբվենցիոն ծրագրերով նաև շնող խոշորացված համայնքի գլխավոր հատակագիծն է մշակվել, ինչը նույնպես կարևոր աշխատանք է։ Նախորդ ու նաև այս տարի շնողում մեծածավալ աշխատանքներ են կատարվել փողոցային լուսավորության ուղղությամբ։ Արևային LED լուսատուները հնարավորություն են տալիս տնտեսել գիշերային լուսավորության ծախսերը եւ միաժամանակ ապահովել ավելի ու ավելի շատ փողոցների լուսավորությունը։ Շնողի բնակիչ Ալբերտ Ուլիխանյան նոր օրի նկատում է գյուղի առաջընթացը եւ հույս ունի, որ սա խթան կդառնա, որպեսզի գյուղից հեռացած երիտասարդները մի օր մտածեն հայրենի բնակավայր վերադառնալու մասին։ Այնքան ենք ուրախացել, ուրիշներին չգիտեմ, ես ամեն օր գնում եմ հետևում, լատել եմ քանի մետր առաջ եկան այդ ահագին էս մի 2-3 տարվա միջին ահագին մեծ աշխատանքն է կատարվել։ Շատ գոհ ենք, շատ։ Արտակարգ մինը ես որ ոգևորված եմ դրանից, շատ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի հետ համատեղ շնողում անցած տարի կառուցվել է նաև ֆուտբոլի խաղադաշտ, իսկ այս տարի խաղադաշտը լուսավորության ծրագրի շրջանակում լուսավորվել է։ Շնողի վարչական տարածքում գործունեություն ծավալող լեռնահանքային հզոր ձեռնարկության Թեղուտ ՓԲ-ի հետ էլ համագործակցությունը հաջողված է, որի արդյունքում ընկերության ֆինանսավորման վերջին, այդ թվում նաև հաշվետու տարիներին կատարվել են պտղատու այգիների հիմնման աշխատանքներ ծառատունկի միջոցով։ Հաշվետու 2 տարում հիմնվել է շուրջ 60 հեկտար պտղատու այգի։ Թեղուտ ՓԲ-ի ֆինանսավորմամբ այս տարի շնողի մանկական արվեստի դպրոցի գեղարվեստի բաժնի 2 սենյակներում իրականացվել են վերանորոգման աշխատանքներ։ Գեղարվեստի բաժինը որոշեցինք սարքել առանձին բաժին եւ 2 մեծ սենյակ վերանորոգել են, բոլոր դիդակտիկ պարագաներով հագեցրել են, 20 աշակերտ ունենք, բոլորը հաճիկով հաճախում են։ Շինարարական աշխատանքներ իրականացվել են նաև շնողի մշակույթի տան թանգարանի եւ շախմատի սենյակներում։ Բացի այդ նախատեսվել է նաև անհրաժեշտ գույքի ձեռքբերում։ Մթնոլորտն ավելի լավ կլինի, տրամադրող կլինի երեխաների համար։ Թանգարանի առումով թանգարանը շատ գույքը շատ վատ վիճակում էր, կվերանորոգվի, կահավորանքը կփոխվի։ Մշակույթի տանը համայնքների ֆինանսիստների միավորում ՀԿ-ի ներկայացված դրամաշնորհային ծրագրի շրջանակում բացվել է եւ գործում է նաեւ մարզասրահ, որտեղ կարելի է հաճախել առանց տարիքային սահմանափակման։ Շնողի համայնքային միջոցներից գումար է ուղղվել նաեւ գյուղի բժշկական ամբուլատորիայի 2 սենյակների վերանորոգման համար։ Բացի այդ, պատվաստանյութերը հատուկ պայմաններում պահելու համար ամբուլատորիայի համար ձեռք է բերվել գեներատոր։ Մանիպուլյացիոն սենյակ ասրսկումների համար, բայց որ երեխաները գալիս են նկարները տեսնում, ապեր ուրախանում են, հաճելի է լինում, դրամատրությունը փոխվում է։ Թվարկված աշխատանքների շարքում շնողում այս տարի իրականացվել են նաև կոյուղագծերի եւ կոյուղավազանի մաքրման աշխատանքներ։ Թեղուտ ՓԲ-ի աջակցությամբ վերանորոգվել է գյուղից սարք տանող ճանապարհը։ Մաքրման լայնածավալ աշխատանքներ են իրականացվել շնողի գերեզմանատանը, այստեղ ու նաև Թեղուտի գերեզմանատանը տեղադրվել են դարպասներ։ Քարքոփի վարչական տարածքում երկաթուղունկից տեղադրվել են տեսանելի ազդանշաններ բնակչության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Շնողի համայնքապետարանում շարունակում են աշխատել իշա համայնքի զարգացման ու բնակիչների բարեկեցության, ըստ առաջնահերթության լուծելով համայնքային խնդիրները, որոնք տնտեսապես ավելի ուժեղ կդարձնեն համայնքը։